Հավատքը եզակի երևույթ է, որ տրվում է մարդուն Աստծո կողմից։ Եվ երբ այդ հավատքի բովանդակությունը Քրիստոսն է, այն ժամանակ մարդու կյանքում սկսում են փոփոխություններ տեղի ունենալ։ Սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Հավատքի կյանք հաղորդաշարի շրջանակներում։ Ավետարանի քարոզչությունը այսօր էլ պարզ հնչում է ինչպես 2000 տարի առաջ։ Մարկոսի ավետարանի 1:15 համարը ասում է. «Լրացել է ժամանակը և մոտեցել է Աստծո թագավորությունը, ապաշխարեք ու հավատացեք ավետարանին»։ Մեր հաղորդման հյուրը լսեց ավետարանը և արձագանքեց Տեր Հիսուսի կոչին, հետևելու նրան, և նրա կյանքը ամբողջությամբ փոխվեց։ Մեր հաղորդման հյուրն է Հովիվ Դավիթ Պարոնյանը։ Հովիվ Դավիթ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Փառք Աստծուն այս հրաշալի հնարավորության համար մեր հայրենակիցներին պատմել ձեր հավատքի ճանապարհի մասին։ Իմ առաջին հարցը՝ ինչպես սկսվեց ձեր հավատքի կյանքը։ Փառք Աստծո հնարավորության համար, շնորհակալություն հրավերքի համար, Հովիվ մասից։ Ինչքան ես հիշում եմ, հավատք եղել է մեջս։ Սկզբից առաջի հարցը ես հիշում եմ, որ տվեցի իմ մորը, նա նկարներ մեր պատի կախված, որտեղ Հիսուսը խաչված էր։ Իրանք ասեցին, դա մեր Աստվածն է, որը մեր մեղքերը վերցել է վրա, որի միջոցով մենք փրկություն ենք ունեցել։ Եվ երեխա վաղտես տելևիզիոն, ես ծնունդով Վրաստանից եմ, տելևիզից եմ, Հավլաբարում կար հայկական առաքելակ եկեղեցի, որ տոներից տոն մենք հաճախում ենք։ Այնտեղ նկարներին նայելով, մթնոլորտ տեսնելով իմ սրտին շատ էր կպնում, ու ես հասկանում եմ, որ սա այն միջավայրն է, որտեղ ես գտա խաղաղություն եւ հանգիստ։ Եվ այդպես մեծանում ենք շատ վատ շրջապատում։ Հավլաբարը ամենահանցագործ թաղամասներից մեկն է Վրաստանում, եւ դա եղել է սովետի ժամանակ, որտեղ Աստվածաշունչը արգելված էր, Աստծո մասին չեն խոսում։ Փոքր վաղտես, երեխա վաղտես Վրաստանի հայերի ավանդույթով, վրացիքի ավանդույթով տատիկս ով մահացավ, ինձ մկրտել են։ Բայց իմ քավորս էլ հանցագործ մարդ էր։ Ես Աստծո մասին ոչ մի բան չգիտեի։ Մեծանում էի եւ իմ ընտանիքում միշտ եղել են բազում մարդիկ ուրեր եւ այդ մարդիկ էլ հանցագործ աշխարհի մարդիկ են եղել։ Իմ շրջապատում հոտը, ծխախոտի հոտ է եղել, խմիչքի հոտ է եղել, հայուհան կռիվներ։ Ես ոչ մի բան չեմ տեսել։ Բացի այն օրից, որ մի օր ես հանդիպեցի Անդրանիկ Պապիկին, մեր հարևանն էր, ինքը մկրտական եկեղեցու անդամ էր, եւ իմ ընկերոջս Ռոմայի հետ բանավեճը տարավ մեզի ապաշխարության քայլերի մի քայլի։ Ռոման իմ մանկության հնգերն էր, ինքը 5 տարեկան, 6 տարեկան էր, ես էլ 3 տարի անց մեծ էի։ Ինքը ռուսական դպրոց էր գնում, ռուսախոս էր, ես հայկական, ու մենք շուշուտ բանավիճում ենք իրար հետ տարբեր հարցերով։ Ու միջև մեծերից մեկը չասեր ով է մեզանից ճիշտ, մենք չենք հանգստանա, որտեղ մեկը պետք է ճիշտ եղնի։ Եվ այնց եղավ, որ մի օր նայում ենք ֆիլմ սովետական, եւ այդ ֆիլմի մեջ ուղղափառ մի քահանա խաչակնքվեց։ Ու մեր մեջ հարց առաջացավ, որն է ճիշտ խաչակնքվելը, որտեվ ես տեսա, որ ուղղափառը խաչակնքվեց այսպես աջ կողմից դեպի ձախ, բայց ես տեսել եմ առաքելական եկեղեցում, ու ինձ դեն սովորեցել են հակառակ կողմով են խաչակնքում, ու ես ասեցի իրանք սխալ են խաչակնքվում, մենք հայ ենք, մենք ճիշտ ենք, եւ ամեն երեխա գիտի, որ առաջինը պետականում մենք ենք ընդունել այդ հավատքը։ Ինքը ասեց ոչ, մենք սովետին ենք պատկանում, գլուխը Ռուսաստանն է, ուրեմն ռուսներն են ճիշտ։ Եվ այդ բանավեճը շատ երկար տևեց։ Մեր թաղամասում 30 տուն կա, որից մեծամասնություն հայեր են։ Եվ որոշեցինք հարևաններին հարցնել ճիշտ խաչակնքվելու ձևը։ Ցավոք սրտի, որ հարևանի մոտիկացանք, ոչ մեկը չգիտեր։ Ճիշտ խաչակնքվելը ի вообще ինչի է պետք խաչակնքվել։ Որոշեցինք ամենամեծ տատիկին հարցնենք, ամենամեծ մարդուն, գնացինք այդ տատիկի մոտ, մեր հարևանը, Արփիկ տատիկը, ասենք ինքը հաստատ կիմանա, հանգստանանք, որովհետև երկար ժամանակ էր անցել։ Ասեցինք օգնի մեզ, ես հանավեճ վերջացնենք, մենք օգնեցինք արդեն, դուք իմանաս մեզ մարդ թաղի մեջ ամենատարիքով դու ես։ Ասա ճիշտ խաչակնքել, որն է, հայերն են ճիշտ խաչակնքել, թե ռուսները։ Ինքը ասեց չգիտեմ որդիս։ Մեր հարևանը ասես Անդրանիկ Պապիկ, Աստծո մարդ է, գնացեք իրան հարցրեք։
Ես ու Ռոման շատ ամաչեցինք ու վախեցանք, որովհետև Անդրանիկ պապիկին մենք շատ ենք նեղացրել։ Պատուհանի թակում ենք, թկացնում ենք ու փախչում ենք։ Ինքը ջղայնացնում ենք։ Մենակ մարդ էր, ոչ ոք չուներ։ Եվ այնց եղավ, որ կյանքը նես դասավորեց, այսօր մենք անգամ վիճակի մեջ ու Անդրանիկ պապիկից կախվում ունենք։ Եվ այս չարությունը ստիպեց մեզի գնալ Անդրանիկ պապիկի մոտ։ Երբ որ հետականորեն թակեցինք, ինքը ջղայնացած դուրս եկավ, իմացավ ես թաղի խուժանները էլի ջղայնացնում են։ Հերթական անգամ ուզում եք ջղայնացնել, հա։ Եվ իապ դեմքո տեսանք բարկացած, մենք ինքներս վախացանք, ասենք պապի մի ջղայնացի, խնդրում ենք Անդրանիկ պապիկ հարցերին որոշում տուր, իմացել ենք դու աստծո մարդ ես, դու հոգևոր հարց կա, ասա որ նա ճիշտ է։ Ու դեմքը միանգամից փոխվեց։ Օնքերս են մեծ մարդերը, միանգամից բարձրացավ, ժպիտ եկավ դեմքը, մենք հասկացանք, որ պապին մեզի սիրում է, որ եթե մենք պապին չջղայնացնենք։ Պապին հրավիրեց մեզ ներս, ասեց. «Ինչու՞ է ձեր հարցը»։ Ասենք խաչակնքվելը ճիշտ է, որն է, մի հատ խնդրում եմ բացատրեք, ինչի պիտի խաչակ, եւ որն է ճիշտը։ Ինքը ասեց. «Ես вообще չեմ խաչակնքվում, ոչ մի դեպքում չեմ խաչակնքվում»։ Մենք զարմացանք, բայց մեզ ասին դու աստծո մարդ ես, ինչի՞ չես խաչակնքվում։ Ասեց. «Դա նշան է ընդամենը, խաչը պետք է լինի մեր կյանքը»։ Ու Անդրանիկ պապիկը կարողացավ մեզ ինձ բացատրի Քրիստոսի մասին, որ մենք սիրահարվեցինք Քրիստոսը, մենք կյանքում չենք լսել նման բան։ Ինքը ասեց դու գիտեք Քրիստոսը, որ միջև աշխարհը ստեղծել ինքը կար։ Այո, ասում եմ, ես գիտեմ Քրիստոսին, մեր մոտ նկար կա բալուլի մեջ, իր պապայի մամայի հետ։ Ասեց ոչ, մաման իր երկրային մաման է, իսկ հայրը իր հերացունն է, իր հայրը Աստված է։ Այդ մեզ շատ հետաքրքրեց, մենք նման բաներ չենք լսել երբեք, եւ ինքը մանրամասն այնքան գեղեցիկ ձևի երեխական ձևով պատմեց, աստղեր ինքնաստեղծել, ոնց է ծնվել, ինչի է ծնվել։ Մենք սիրահարվեցինք Քրիստոսի երկուսս էլ։ Եվ ինքը առաջարկ արեց վերջում, ուզում եք այդ ամենակարող հրաշալի Հիսուսին ձեր սրտում ունենալ։ Իհարկե ասեց, ուզում ենք։ Եվ ինքը մեզի այդ աղոթք արեց, եւ մենք դաժե ես չհասկանալու, հիմա եմ հասկանում, դա մեղավոր աղոթք էր, որ Հիսուսին խնդրենք ու գայինքը մեր սիրտը։ Եվ սարին վերջացավ մեր խոսակցությունը, ու մենք դրանից հետո երբեք չենք նեղացրել։ Ինքը դարավ իմ հարազատ մարդ, ես չհասկացա ինչի, ու ինքը ինձ հետաքրքրում է նրանով, որովհետև արդեն եկան 90-ական թվականները, ինձ զարմացնում էր մարդը ոնց էր ապրում։ Սով, մութ ու ցուրտ տարի։ Մենք Ջավախքի հետ կապ ունեինք, հենց օգնում էին տատիկը, պանիրը, կարտոշկա են ղերգում, մարդիկ թոշակ չէին ստանում, ինքը ոնց էր ապրում։ Գիտեք, ես Աստվածաշունչը ինչի շատ սիրեցի, որովհետեւ այդ Աստվածաշունչը միջև կարդալը, միջև ընդունելը ես տեսել եմ կենթանի մարդու կյանքում։ Աստվածաշունչը sense տեղ կա։ Կոշիկը չմաշեց, շորը չմաշեց, ոչ մի կարիք չունեցար անապատով անցկացա։ Ես տեսել եմ այդ բանը Անդրանիկ պապիկի մոտ։ Անդրանիկ պապիկը փոքր տուն ուներ, օբշի իտալական sense, որպես հայաթ էր, մի քանի ընտանիք են ապրում։ Այդ մի սենյակում ապրում էր ինքը։ Ինքը ուներ ամառային շոր եւ ձմեռային շոր, ամառային կոշիկ եւ ձմեռային կոշիկ, որը միշտ մաքուր հարտուկած ու ես ինչքան ես հիշում եմ, երբեք չի մաշել։ Ինձ միշտ հետաքրքիր էր, թե Անդրանիկ պապիկ ինչ կպատասխանի, երբ ես հարցնեմ ոնց ես, որովհետեւ ում հարցնում էի, սա ասում են կանք էլի։ Վայ, ավելի լավ չծնենք, սա դժգոհում են։ Միակ մարդը մեր թաղի մեջ, որ միշտ մի ձև էր պատասխանում, ասում էր. «Փառքաստու լավ եմ, Աստված պահում է»։ Այդ Անդրանիկ պապիկն էր։ Ես այնքան եմ սիրում իրան, ամեն առավոտ բարևել, ինքը միշտ եկեղեցու հետ էր գալի։ Ես իրան դիմավորում էի ու միշտ ուզում էի իմանալ այդ դրական պատասխանը, որովհետև այդքան մարդկանց շատ բացասական էին։ Իմ սրտին շատ հաճոր այդ մարդ։ Եվ մի օր պատական ինձի միտք եկավ, հետաքրքրում թե ինքը ինչ է ուտում։ Եվ իր պատոհաններից ներս նայեցի, տեսա բան է, կարտոշկա եփում ու տեսա սեղանի ոչ մի բան չկա, բացի կարտոշկից ու ցամաք հացից։ Ես թակեցի պատոհանից, խնդրեցի ինձ ներս հրավիրի, ինքը հրավիրեց, ասի կարելի իմանալ ո՞նց ես դու ապրում Անդրանիկ պապիկ, ինչ ես դու ես գոհ կյանքից, էլ ես զարմանում եմ։ Ասեց փառքած Աստված պահում է։ Ես առաջ անգամ տեսա մարդ պանիր կարտոշկա հոտի ու առանց պանիր։ Ես մեր թաղի մեջ կան այս սովերներ հաց չներ, պանիր հաց միշտ կար։ Ասի անել բա դու ինչի չունես պանիր։ Ասավ տղա ջան, ճիշտ ասած ես չեմ էլ հիշում պանիրի համը։
Ինքը ինքան զարմացեց, որ միակ մարդը, որին ես հավանել էի բարի էր ու ինքը տես կարիքավոր էր, որ ինքը պանիրի համը մոռացել էր։ Այդքանի տարի այդ մարդը չէր կերել։ Իսկ մեր տունը մեծ գլուխ պանիր կար։ Ջավախից ղրգած։ Գնացի մամորս ասեցի մամա, խնդրում եմ Անդրանիկ պապիկին էլ բաժին հանի, քանի որ հարևաններ միշտ տալիս էր։ Իմ մամը շատ բարի կին էր, ինքը երբեք չի խնայ։ Չգիտեմ ինչի թե ինչ չար սատին կպավ չտվեց, ասավ չեմ տա։ Ու ես առաջ անգամ բարի մարդու մա գողություն արեցի։ Միշտ ինձ մայմ գողացես, անգամ ուրիշ հիմա առանց մորս հարցնելու բանիր կտրեցի, տարա տվեցի անել պապիկին ու ասեցի մամանա, քեզ ուղարկե որ հանկարծ չարցնի։ Անդրանիկ պապիկը կերավ ու շատ օրհնեց ինձ։ Ու ես հիշում եմ, որ ինքը անեց օրհնանք տվեց, որ ես հավատքով դա ընդունեցի ու իմ կյանքում իրոք դա գործեց։ Ես դրանից հետո Ռուսաստան եկանք, իմ հայրը բանդից դուրս էր եկել, մենք իմ հայրը երիտասարդ կյանքը բանտում է անցկացրել, ես հորս երես թամամ չեմ է տեսել։ 2 տարի ապրել ենք Սիբիրում, Ակունայսկի մարզում, ու դեռ եք տեսել հորս, դեռ ենք շփվել, մենք չենք ունեցել իր հետ ոչ մի հայր որդուս խոսակցություն, որ ինքը իմ ձերս բռնի կինո գնան կամ հարցնի ինչ ես ուզում դառնաս, ոսկ ինչ ա նպատակը, ոչ մի բան։ Երբ որ ինքը բանտից դուրս եկավ 90 թվականներին Արիոլ քաղաքում ինքը մեծ հաջողություն ունեցավ, առաջին ինքը սովորեց էկոնոմիչսկի ու հետո ֆիրմա բացեց եւ ինքը մեծ գումարներ աբարոտ ուներ արդեն, կարելի ասել այդ 90 թվականներին 12 միլիոնի ինքը աբարոտ ուներ, գործի մեջ փողներ դրած 95 միլիոնի կոնտրակտ դոգովոր։ Շատ հարստային, շատ հարստացանք, մենք այդ փողի հարստությունը մենք չենք զգում, որովհետեւ նոր էր եւ իմ հայրը թեկուզ ինքը բիզնեսով էր զբաղվում, բայց այդ իր այն հին մարդը, հանցագործ մարդը իր մեջ գործում էր։ Ինքը էլի կռիվներ էր անում, տարբեր ազգերի մարդկանց հետ, չեչեներ, դիգստանցներ, շատ հայրենասեր ու շատ հայասեր, լյուբոյ հայ, ով մոտիկանար իրան ամեն հարցով կօգներ, թե ռազմորկի, թե ֆինանսական։ Ես տենում եի, որ հայրը շատ բարի հայրենասեր մարդ է, բայց նույնպես տենում եի, որ իր կյանքում կա մի բան, որը իրան կործանում է, ու ես չէի պատկերացնում, որ դա չներումներ իր կյանքում, ինքը իրան չէր կարող ներել։ Ու հենց եղավ, որ ինքը մի օր այսպես խմած էր, ոգելից էր խմել, ոնց ջեբից հանեց փոքր նոկտակարան, կարդաց ու ասեց, տղես, ես չկարողացա այս կյանքով ապրել, բայց դու երջանիկ տղա կլինես, եթե այս խոսքով ապրես։ Ու սա իմ հորս առաջի կտակն էր։ Ասեմ ձեզի, որ ինքը ոչ թե միայն իմ հանդեպ բարի չի եղել, ինքը դաժե իրան թույլ է տվել այս բաներ, որ ոչ մի ծնող չէր տուր տա երեխան։ Ինձ թվում էր, թե ես իրան պետք չեմ, որովհետեւ ինքը կարող է պատի մոտ կանգնեցնել, դանակ ծծեր իմ գլխի վրա։ Բայց չէի վախում, ես հպարտանում էի այդպես հայր ունեմ։ Ես դաժե կարող կանեի, գիտեի ինքը չի սխալվի։ Բայց մի օր ինքը հարբած կանգնեց, դանակը էլի կանգնեցրեց գազիրի մոտ եւ դանակ շպրտեց, մամաս ու չքաշեր թևիցս, սիրտս էր մտել։ Ու ինքը այեղացավ, ինքը հարբած էր, միանգամից արթնել։ Ես հետո եմ հասկացել ինչի դա տենց եղավ, որովհետեւ իր կյանքի մեջ մի դժբախտություն կար։ Ինքը նույնպես հարբած, մի օր տուն է գալիս, ինքը շատ երազել է աղջկա մասին։ Ու Աստված իրան աղջիկ էր տվել, ինքը Ռուլիկի անունը Մայա էր, մայիսին էր ծնվել, մայեն դրել, մայկո ենք ասում։ Եվ ինքը մի օր հարբած տուն է գալիս, երեխուն պատճելու, սիրելու վաղ, չգիտեմ ոնց է բռնել, որ գլուխը թարսեր բռնել, երեխան մահացել էր, գլուխը առնել կաթ։ Եվ դրանից հետո ինքը չէր կարող իր տեղ գտնել։ Ու երբ որ սատանան իրան բռնել էր այդ չներումի թակարդի մեջ, երկրորդ անգամ էր փորձառություն անել ու ինքը որ տեսավ ինչ եղավ, ինքը վեր ապրեց դա։ Երբ որ իրան սպանեցին, իր մոտիկ ընկերը, ինքը վերջի խոսքերն էր Հիսուսների ինձի։ Մորս գրքի մեջ հաննջեց, իր հոր աչքի առաջ սպանեցին, մենք Արիոլ քաղաքում Գասինցում ենք ապրում սալյուտ։ Երբ որ այդ ամեն ինչը վերջացավ, գումարը կորցրինք շատ մեծ գումար, մեզ խաբեցին, ոչ ոք չէր գալի օգնել մեզի, քանի որ վախենում էին, մտածում էին ացեք սպանեն եւ այնտեղ դժվար օրեր եկան մեր մոտ, մութ օրեր, ավելի մութ օրեր, քան ստեկարար լիներ։ Ու ես եկա նորից Վրաստան մորս հետ ու ունեց եղավ, որ գնաց Ջավախ, իմ մորքուրիս մարդը հավատացել էր դարել։
ինքն էր կրվարար մարդ էր, ասեմ ձեզի, ու շատ ուժեղ, ու ինձ շատ զարմանալի որ նման մարդը կարա այդքան խելոք լինի, այդքան աստծավախ, դա անհնարին բան էր։ Մեկի հորից չի հավատա, այդ Բիաբաջանը, մեկի իրանից։ Ես հետաքրքրվի թե ինչ ա եղել քո կյանքում, որ դու հավատք ես ընդունել, նա ինձ պատմեց Սուրբ Հոգու նշան հիմա, որ ամեն անհավատ, ով որ Հիսուսին ընդունի Տեր ու Փրկիչ, ինքը կարա ստանա այդ նշանը։ Եվ ես տեսա, որ ինքը լեզուներ աղոթում է ու ինձ զարմացրեց ոչ թե դա, որ ինքը աղոթում է, զարմացրեց ու փոքր երեխաներ է, որ իրանք եթե ինքը ինքնախապեյությունով զբաղվում կամ ինքնախապում, երեխաները չեն կարա։ Եվ եթե տենում է այդ աղոթքից լեզունից հետո իրանք ուզում ձևափոխում են, կերպնա փոխում են։ Ես այնպես էի ուզում, ես էլ ունենայի։ Բայց ինքը ինձ ասեց ու պիտի թողնես այդ կյանքը, պետք է գաս Աստծուն, բայց ես հավատում եի Աստծուն, մեջ կար հավատ, բայց աշխարհը ինձ բռնում էր։ Եվ նենց եղավ Հարազատ ջան, որ մի օր ես ինձ որպես զգացի 16 տարեկան տեղս, չեմ մանրան այդ տեղը, եւ իմ որբությանս մեջ աղոթ կարեցի, ջավախքում բարձացա, ես չգիտեի որ այդպես կարելի անել, բարձացա, առանձնացա Աստծո հետ, ոնց ասում ակուցեց ուսենագը մտնի, թակուն կանչի, հայտնի գա, եւ ասի Աստված ջան, ես ինձ ворթ եմ զգում, ինչ իմ հորս տարա, ինչ ինձ թողեցիր որ ես քո կարիք ունեմ, դու ինձ կարաս փրկես, ես զգում եմ, պատկերացրեք 16 տարեկան երեխա արդեն կյանքից կշտացած ու հիասթափված էր, ոնց կա այդպես։ Մանկությունս շատ դժվար է եղել, իսկ պատանա երիտասարդությունս ավելի դժվար։ Ու ես խնդրեցի եւ խոստացա, եթե դու ինձ տաս այդ նշանը, ես իմ կյանքս կտամ քեզ։ Եվ այդ գիշեր ես քնեցի մյուս մորքուրիս տունը, հորս մեծ բաժանաղի տունը, երաս տեսա հիմի տելևիզիոն կա մեծ եկեղեցի ուղղափառ, որը վրացերեն կոչվում Սամեբա սուբ երիտություն, այդ վաղ այդտեղ կար այգի, խոջովանք էր կոչվում, այդ այգին խոժանանոց էր, այնտեղ նարկոմաններ էին հավաքում, այնտեղ թալանցուներ են, այդ անիծյալ տեղը առաջ եղել է գերեզման հայկական, հետո սովետը եկավ քանդեց այդ գերեզմանը, սարքեց այգի, ու Վրաստանական պետությունը քանդեց այգին, սարքեց եկեղեցի, մեծ եկեղեցի է, Վրաստանով գալիս է գետե երևում է։ Եվ այդ այգու տեղը տեսա հրեշտակ կայնած, հələ չկար այդ եկեղեցի։ Ես մոտիկացա այդ հրեշտակին, տեսա իր ձեռքը մեծ գիրք կար։ Եվ հրեշտակի աջ կողմից սկսի կարդալ այդ գիրքը։ Ինքը ուշադրություն չի դարձնում, կարդում։ Ես է կարդալը կարամ կարդամ, բայց ինչ եմ կարդում, չեմ հասկանում։ Եվ իմ մեջ վախ մտավ, անկախ ինձանից։ Եվ հրեշտակը ինձ ասեց՝ մի վախեցի։ Դու նշան ես ուզել։ Ես բերել եմ այդ նշանը։ Կարդա։ Ես էլի կարդում եմ, չեմ հասկանում ինչ եմ կարդում։ Բա խաղաղություն եմ զգում։ Ինքը ասեց՝ մի վախի մեջ խաղաղություն եկա։ Ես զարթնեցի։ Երազ, ով չտես երազ, մոռացա։ Իմ մորքույս տղեն դրթատը կանչեց Նախաճաշի։ Եվ ասեց հələ պատմի հավլաբար ինչ դիվիժին ես անում։ Յո տղա ես էլ քանչացնելով սկսի սուտ բաներ պատմել։ Որ դու տիլվիզ գաս, մեկը քո մազին կպնի, կսպանեն, կմորթեն։ Եթե մեկին եմ ծեծե, ասում եմ 5 հոգի եմ ծեծե, դանակով ակաջը, ես էլ հարմացած նայում եմ թե ինչ կրուտո ինչ ուժեղ մորքուի տղա ունի։ Պետք խոսակցությունն է, ոչ հոգ տամ մեջ, ոչ Աստծո մասին խոսում ենք, պատահական իմ լեզուս բռնվում է, սկսում է ինչ որ անհաճար ձայներ անել։ Ես ինձ թվաց թե դա պատահական եղավ, շարունակեցի միտքս ու ելի չեմ կարող կանգնել ու եւ ինձանից սկսեց դուրս գալ ինչ որ հարձագանքներ, ոչ խոսք, ոչ ոնց է երեխեն ուզում խոսա։ Եվ ես չեմ կարող կանգնեմ այն աստիճան, որ ասեմ դրթատ կանգնի, ինքը ասում է այո, դու ես խոսում ինձ ես ասում կանգնի, ու ես չէի կարող հագենայի այդ բանից ու իմ մեջ դուրս էր գալու։ Ու գիտեք ով ինձ հայտնեց թե ինձ այդ ինչ եղել։ Իմ մորքույս տղեն ասեց՝ ես հասկացա դու ինչ ես անում։ Ես ինչ եմ անում։ Բայց ես հաճույք եմ ստանում, չեմ հասկանում ինչ եմ անում։ Ասա դու վարակվել ես Սամվելի հոգուց։ Հավատացյալ մեր մորքույի մարդը։ Ես հասկացա, որ եկա Աստված ինձ այդ նշանը տվել է, քնից մեջ ես մկրտվել եմ, բայց ես չեմ հասկացել։ Ու եկավ հերթը իմ, որ ես իմ խոստումը դի կատարեմ, ուխտ կապեցի ես Աստծո, չեմ անալով։ Ու մի անգամից չարը մտքեր բերեց։ Բա ոնց դու ապրես, բա աճդ խփեն, ծախդ դեմ դիտաս։ Բա որ գնաս գյուղ ու սիրած աղջկան մեկը կա խոսա, ինչ դի անես, իմ սիրած աղջիկը իմ կինն է։ Եվ այդ մտքերը հավլաբարի ոնց դի ապրես, մամայի ոնց դի պաշտպանես, աղբերդ ամեն օր կրվի մեջ է։ Դու չես կարող հավատացյալ լինել։ Ես ասի ես չեմ կարող հավատացյալ լինել։ Եթե ես եղնեմ, պետք է լավ եղնեմ, թե չէ։ Իրան խնդրեցի ոչ ոք ինչ ասի։ Սա իմ ու իր մեջ մնա։ Բայց չգիտես ինչի ինքը գնաց մորքույս մարդուն խաբար տվեց։ Եվ մորքույս մարդը եկավ, Սամվելը
մի շատ ուրիշ ձևեր նայում այդ վաղտ ինձ։ Ինձ թվում է թե Հիսուսների աչքերում։ Ինձ գրկեց, ասել դու գիտես չէ, ես քեզ միշտ շատ եմ սիրել։ Դու իմ սիրած բաժանաղի տղեն ես, բայց դու հիմի իմ աղբերն ես։ Արի գնանք աղոթենք, որ լեզուները չլրեն քո մեջ։ Այդպես էլ ասեց։ Ասի այո, լավ, գնա տուն, ես կգամ եւ փախա Թիլվից։ Այդ մի օրն է եղել նշանը, ել չեմ խոսել։ Գիտեք ինչներ զարմանալի։ Հիմիկվա երիտասարդները շատ անգամ չեն ընդունում հեղինակությունն իրանց հովիվների։ Բայց ես չիմանալով, որ ինչա հովիվ, ինչա հոգև առաջնորդ, ինձ մա հեղինակավոր էր Անդրանիկ Պապիկը։ Գիտեք ինչներ զարմանալի։ Ու ես այդ հարցով գնացի ոչ թե իմ մորքուրից մարդու մոտ ու ինձ ասել էր, ճիշտ, ես գնացի Անդրանիկ Պապիկին ասեմ, եթե Անդրանիկ Պապիկը ասեց, էսի Աստծո չի կամ ինչ անեմ, ես չեմ ընդունի։ Ասա Անդրանիկ Պապիկ ջան, ես մորքուրից մարդը ինձ sense բան ասի։ Ես Աստվածաշունչին չեմ կարդաց, դες բան կա նշան, լեզուների նշան։ Ասա այո կա։ Ասում եմ, ով որ աղոթի կարա ստանա, ասում է այո։ Ես չեմ ասում ստացել, ինձ հետաքրքիր ինչ կա։ Դու ունես, ասեց ոչ։ Ասի ինչի։ Ասավ ես առանց այդ նշանի եմ ապաշխարել։ Իսկ այդ նշանը, որ ես ունենամ, դա լավ ասա, շատ լավ է։ Դա քեզ կօգնի, որ Աստծուն ներսից ճանաչ։ Գիտեք ինքը ոչ մի բան չասեց։ Եթե ինքը ասեր դա ճարիցա կամ բան, ես միանգամից իրան կլասեի։ Ինքն էր ինձի ես չեմ հասկանում, ես իրանց ծնվել եմ։ Ինքը այդ խոսքը ինձ ավետարն այդ խոսքից ծնվել եմ։ Իրագիտությունը ուժեղ էր։ Ու ես այդ օրվանից թափառական կյանք ապրեցի հոգևոր։ Ես հասկացա, որ ես ուրիշ ճամփա չունեմ, ինչ ճանապարհ դարձի գանա, բայց չի կարա։ Բազում մեղքեր գործելուց հետո ես ամեն անգամ տանջում եմ։ Ես չեմ ասում ապաշխարեմ, բայց ես մեղքի գիտակցություն առաջացել էր։ Իշքան մոտիկան մեր տարիները ես այդքան տանջում եմ։ Եթե մեկ ինձ հարցներ, ինչ երազանք ունես, ես կասեի, ես երազում եմ դառնամ հավատացյալ։ Ինձ ամենացանկալի երազանքն էր, ընդհանուր ես չեմ կարա։ Ես չգիտեի, որ ոչ ոք չի կարա, դա կարա Սուրբ Հոգին, եթե դու ուզես։ Բայց ես ուզում եմ, չեմ ուզում։ Բայց կարամ ես չգիտեմ, ու գիտեք ինչ միտք բերեց։ Ոնց որ հորս էր բռնել սատանան, այդտենց է սատանան ինձ բռնեց։ Գիտեք իմ հայրը երիտասարդ մահացավ ու ինձի մի հատ բան էր հետաքրքիր ու Անդրանիկ Պապիկի մոտ ինքը լացիանելու դուս էր եկել։ Ինքը սենտիմենտալ մարդ չի եղել, նման ուրիշի մոտ չի լացել, ինքը ուժեղ մարդ էր։ Ես հարցեցի Անդրանիկ Պապիկին մի բան, որ մենակ մեր ընտանիքը գիտեր, ինքը գիտեր։ Աս Անդրանիկ Պապիկ, ինչի իմ հայրը քո մոտից լացիահու դուս ինքը սաղ էր։ Էլի հորս հեղինակությունը ինձի հաստատեց, որ քո պապատ ուզում էր։ Անդրանիկ Պապիկը ասեց, որ քո հայրը հավատք ուներ եւ շատ սրտանց խոստովանել էր, բայց ինքը իրան չէր կանել։ Ես ասացի, որ ոչինչ, պետք դու չես արել, չարն է քեզ խաբել, որովհետեւ դու չար կյանքով ես ապրել, խաբվել ես, Տերը քեզ կների։ Ինքը ասեց, ես գիտեմ, Տեր ինձ կարաների, բայց ես ինձ չեմ ների։ Ես հիշում եմ իր խոսքերը, մի անգամ ինքը ինձ ասեց։ Ուրեմն իր ծնունդի օրը ինքը ինձ ասեց, որ ես Հիսուսին աղոթել եմ, որ իմ կյանքը չվերցնի 33 տարեկան, որովհետեւ ես արժանի չեմ։ Բայց ես ուզում եմ, որ ինձ վերցնի 34 տարեկան, որովհետև ես այդ վաղ արժանի եմ։ Ինչի, որովհետև Հիսուսի ծնունդին ես արժանի չեմ։ Ինքը մեղքի գիտակցություն շատ ուժեղ ուներ։ Եվ ներման սիրտ ուներ, ինքը իր սպանողին ներել էր, բերել էր հացեր ուտեցնում։ Պատկերացնում եք, ու ինքը ասեց, եթե ես իմանամ, Աստված չի նեղանա ձեզ, ես ինքնասպան կլինեմ։ Ես այդ խոսքերը հիշում եմ, ու ես սաղ վերհիշեցի։ Ու ես հասկացա, որ իմ հորս խաբել էր, մեկ ցեղական անեծք ունենք, մեր մոտ սաղ երիտասարդ են մեն։ Ու հերթականություն իմ եկավ։ Եվ այդ սուտը ինձ էլ բռնեց, ինձ էլ ուրիշ ձեզ բռնեց։ Փառք Աստծո, Աստված իմ հորս փրկեց, որովհետև ժպիտերեսը մահացավ, դանակահարել էին, բայց ինքը ցավ չէր զգում։ Բայց երբ որ իմ հայրը եկավ ապաշխարելու, մահ իմ հետևից եկավ։ Ես գիտեք ինչ մտածեցի։ Մտածեցի, որ իմ հորս ներել, հա, իմ պապիս էլ մահան հորս հերն է մահանից առաջ աղոտ կարը մեղավորի, ես տեսել եմ, ոչ ոք չի եղել։ Եվ ժպիտերես մահացել էր։ Ասի ես էլ կուզեմ, ոնց կուտեմ ապրեմ։ Վերջում ներողություն խնդրեմ կների։ Ասի Անդրանիկ Պապիկ, մարդու ինչքան մեղ գործի, ինչքան որ չար մեղ կեղնի, մեծ մեղ կեղնի։ Տերը կների, եթե մեռնելուց առաջ ողորմ։ Ասում այո։ Ես դա վերցրի ինձ զենք, գնացի մորքույս մարդուն հաստատելու մա։ Իմ հայրս փրկվել է, եթե մեղ, ասում այո։ Ինքը ներողություն է խնդրի Աստծուց, այո։ Եթե ես ինչքան որ մեղ գործեմ, ու ներողություն խնդրեմ, ինձ գներ ասում են այո, բայց ոչ ոք չգիտի ես ինչ եմ ասում։ Ու ես մտածեցի թե դե Աստծուն ես հավատում սիրում եմ, դժոխքից շատ վախենում եմ։ Ուտեմ խմեմ, աշխարհը վայելեմ, հետո էլ վերջում եմ Տիրոջս կվայելեմ։ Եվ այդ մտքի վրա ես գտա իմ հանգիստս։ Փառք Աստծուն, Հորո Դավիթ իրապես շատ հուզիչ
եւ շատ հետաքրքիր վկայություն է, շատ դժվար ճանապարհով եք անցել մանկությունից մինչեւ ապաշխարության օրը։ Դուք ասացիք, որ ձեր հայրը բանտում է եղել եւ չեք ունեցել այն հրաշալի հնարավորությունը, ինչպես շատ երեխաներ խրած ստանալու, հոր հետ ժամանակ անցկացնելու, բայց ես ձեր պատմության մեջ ֆիքսեցի, որ ձեր հայրը կարելի ասել մի խրատատվել, բայց այնպեսի խրատատվել, որ շատ հայրեր, որ իրանց երեխաների հետ շատ ժամանակ են անցկացնում, չեն տալիս։ Տղաս, այս գիրքը կարդա եւ այս գրքով ապրի։ Ես չեմ կարողացել, բայց դու ապրի, շատ հուզիչ է, շատ հետաքրքիր է Փառք Աստծուն, օրհնյալ լինի ձեր հայրիկի հիշատակը։ Փառք Աստծուն, որ Տերը այցելեց ձեզ, այո, ամեն մի անձի կյանքի մեջ անհատական է Աստված մոտեցում ցուցաբերում, ձեր պատմությունը իրոք շատ հետաքրքիր է, եւ նաեւ հետաքրքիր է, որ անեծքի պահ է եղել ցեղի վրա, ընտանիքի վրա, բայց երբ որ մենք Քրիստոսին ենք գալի, Քրիստոս այդ անեծքն է քանդում։ Այո, որովհետեւ բոլորը մահանում էին երիտասարդ տարիքից, բայց դուք արդեն 50 կլինեք շուտով, 49 կլինեք։ Այո, Փառք Աստծո, եւ մինչեւ խորը ծերությունը ապրելու եք, որովհետեւ Քրիստոս մեր անեծքներն էլ վերցրեց իր վրա։ Ամեն։ Դավիթ եղբայր, ես կխնդրեմ կարճ հարցերից նաեւ մի քանի հարցերի պատասխանեք։ Ինչ մասնավոր բան փոխվեց ձեր կյանքի մեջ, երբ որ անցնելով այսպիսի ճանապարհով, բարդ դժվար ճանապարհով, բայց շատ հետաքրքիր, վերջը դուք հանձնվեցիք Տիրոջի 100%-ով։ Երբ որ ես այդ մտքի վրա հույսս դրեցի, որ ես կաբրեմ ոնց կուզեմ, հետո ինձի գյուղում տոկը խփեց։ Ես կարելի ասել մի վայրկյանով մեռա սաղացա։ Ու մորքույզ մարդը շուր եկավ ինձ ասեց. «Հասցրիր ասել Տեր ողորմա», ասի չէ։ Ասա այդպես կարաս մեռնես ու ողորմություն չստանաս։ Ես ներում եմ նրանց, ովքեր ուզում են, բայց չեն կարա։ Իսկ դու կարաս, չես ուզում, ես չի հասկանում ինչա նշան դու կարաս։ Աստված ինձ տվել է Սուրբ Հոգի։ Ու դա եղավ իմ վերջնական կետը, որ ես Աստծուն կամ, բայց էլի չէի գալ, աշխարհը շատ էր ինձ բռնել, անեցք ուժեղ էր բռնել։ 9 տարի տևեց իմ գալս, փորձանքների մեջ են գա, ու նորից ուխտ կապեցի։ Երրորդ անգամ ասում եմ, երկու անգամ ուխտ եմ կապել, չեմ պահել ուխտս, բայց Աստված հավատարիմ է եղել։ Երրորդ անգամը պատմեցի, պահեցի, ասա Աստված ջան, այս անգամ էլ չեմ գնա։ Մենակ օգնի, մի մարդ ղերգի ինձ օգնի ճանապարհ ցույց տա, որտեղ իմ շրջապատը այստեղ շատ վատներ։ Եվ այդ մարդը եկավ իմ կյանքում, ու ես պրոստը վստահեցի Տիրոջես, անջատեցի, ոչ մի հարց չեմ ուզում։ Ես հիասթափեցի իմ շրջապատից, ես տեսա սուտը ամեն ինչը, ու ես տեսա, որ սուտը կործանեց իմ ցեղը, սուտը կործանում էր ինձ, դժոխք էր տանում։ Հետո ես որոշում կայացրեցի ու ապաշխարեցի, 1 ամիս հետո մկրտվել եմ։ Իմ կյանքս անցել եմ Աստծո, ու մինչև այսօրս Տիրոջ մեջ եմ, Տիրոջ ողորմությունը։ Ու ես ամենաերկար ապրողն եմ ցեղի մեջ։ Ես չեմ երազել, որ երեխաներ կունեմ, շուտ ամուսնացել եմ, որ երեխաներին տենամ, բայց չեմ պատկերացրել թորնիկից կտենամ, սա Աստծո մեծ ողորմությունն է։ Աստված ոչ թե միայն ինձի փոսից հանեց ու ցեղից հանեց, ինձի ժարի վրա սարքեց, որ Քրիստոսի վրա կանգնեցեց, ոտներս ամուր ասեց, որ ես այսօր գոհ եմ ամեն օրվա իմ կյանքից ես կուշտ եմ։ Հիմա ապրում եմ Քրիստոսի հիմա, որովհետև Աստված ինձ տվել ավելին, քան ես ինձ ուզել էի։ Փառք Աստծուն։ Քանդվեց իմ ցեղի մեջ։ Փառք Աստծուն, հոր Դավիթ, իրապես հրաշալի վկայություն ենք մենք լսում։ Ինչպես արձագանքեցին ձեր անապաշխար ընկերները մանավանդ, քանի որ վստահ դուք մեծ շրջապատ եք ունեցել, երբ որ իրանք լսեցին, որ դուք լիովին հանձնվել եք Տիրոջին, ինչ կարծիք ունեցան ձեր մասին։ Իմ կողքի մնացել է մենակ Ռոմեն։ Այն ընկերս ու ինձ հետ մանկության ընկերը։ Ինքն էլ է հավատում, ու ես գիտեմ, որ ինքը ինձ հետ դրախտում է լինելու, որովհետև աղոթք ինքն էլ արել, իր ժամանակն է գա ու իր հետ եմ ես մենակ կապել։ Մնացածը ես իրանց թողեցի։ Ու էլ չեմ ուզում իրանց իմանալ, որովհետև ես հասկացա, որ ես ընկեր չունեմ։ Իմ ընկերս մենակ Ռոմանն է, որովհետև ընկերոջ հետ կապ չունի, ես հարուստ եմ, աղքատ եմ, ուժեղ եմ, թույլ եմ կամ ինչ հավատք ունեմ։ Ինքը միշտ իմ կողքը գեղն է։ Դա իմ ընկերը Հիսուսը դարավ, հետո Հիսուս ցույց տվեց ով ընկերս։ Շատ լավ հասկանում եմ ձեզ, որովհետև մի օր ես էլ որոշում կայացրեցի, որ Հիսուսին ընդունեմ իմ կյանքի մեջ, ոչ միայն որպես իմ Տերը եւ Փրկիչը, այլ նաեւ որպես իմ ընկերը, որովհետև ամենահավատարիմ ընկերն է, մեկը որ քեզ հասկանում է առանց բառերի, մեկը որ այնպես կարա հպվի սրտիդ, որ ոչ մեկ չի կարող այդպես, փառք իրան։ Դրա համար
Դավիթ եղբայր ճանաչեցիք դուք Տիրոջը եւ համնարակ թե ինչ քաղցր է Տերը եւ փառք Աստծո որ Տիրոջ մեջ են ձեր ընտանիքը փառք Աստծուն որ Աստված այսպիսի ճանապարհով անցկացնելով ձեզ կանչեց հովական ծառայության եկեք մեր հայրենակիցներին մի քիչ պատմենք թե ինչպես հասկացաք որ Տերը ձեզ կանչում է հովական ծառայության սրանից, չգիտեմ, եթե վերադառնանք ձեր մանկությունը, երևակայության ոչ մեկը չէր ասի, որ դուք հովի պիտի լինեք, բայց Աստված ձեզ կանչեց եւ սա հետաքրքիր է։ Իմանանք ինչպես է։ Պապիկն էլ պատկերացում չուներ, որ ինքը ձերա դրաղոթում է, ապագա հովի հիմա, եւ ես Աստծուն փառք եմ տալի, ինքը երկար ապրեց, 93 տարեկան է ինչ է։ Կարծում եմ երկնքում ինքին տեղյակ կլինի։ Երբ որ ես եկա առաջի անգամ հավաքույթի, ես տեսա, չկարդալով նոր կտակարանը երազից մեջ տեսա 22-րդ Սաղմոսը Տերը իմ հովիվս է։ Ու այնտեղ կաչես այստեղ էր որ անարատ խոտերի արոտների մեջ կանցկացնի հանդարտ ջրի մեջ։ Ես կանգնած եի եւ այդ հովիվը որ այն վախից դիմը կրտեր եւ երազից մեջ ես իրան ասում եմ որ գիտես սրանից հետո Աստված եկեղեցու ֆինանսներից դի վստահի։ Չգիտեմ ինչի։ Ու երբ որ ինքը հավաքույթի ժամանակ ասեց կարող է մեկը տեսիլք ունի կամ երազուն թողա պատմի, ես պատմեցի, սա եկեղեցու առաջ։ Ու ինքը ծիծաղեց, ասեց եղբայրի չես դու քեզ մա քնում, ինձ մա երազ տենում։ Եվ այնպես եղավ ինքը թողեց գնաց եկեղեցին իր ծրագիրներով, իր դերից ուրիշ հովիվ, ու 5 տարի հետո ես դարա տեղի հովիվը։ Ես չեմ ուզեցել հովիվնել, շատ անգամ տեսիլքների միջոցով եւ մարգարության միջոցով ինձ Աստված կանչել, ես միշտ մերժել եմ։ Առաջի պատճառը նա եղել, որ ես կրթություն չունեմ։ Իմ կրթությունը 3-րդ դասարան կարդալ գրել ես նոր եմ սովորում։ Էլ եմ իջել լավ չգիտեմ։ Երկրորդը ես չգիտեմ դա ինչ բան է։ Ու երբ որ եպիսկոպոսը երկրորդ անգամ մեր եկեղեցին փլվեց, ինքը եկավ ժամանակով վերցրեց ծառայության վրա, ինքը ուզում էր մեր հովի օգնականին ձեռնադրել, գնաց աղոթքի ծոմի եւ Սուրբ Օքին ասել է դու ընտրել ես Կամոին, ես ընտրել եմ Դավիթին։ Դու նայում ես դեմքին, ես նայում եմ սրտին։ Եվ ինքը եկավ հայտարարեց մի քանի անգողներով դա ստացել են նույն խոսքը։ Միջև այդ ինվին մարգարություն էր եղել կոնֆերենցիայի ժամանակ եկեղեցի մի քանի ընտանիքներ, հələ եկեղեցի չփոլված, Աստված ես Աստծո ծառա եմ եւ այդ մարգարեն ձեռքից հանեց, ջեբից հանեց յուղը եւ քսեց իմ ձեռքերին, ասեց հիմա չես հասկանա ինչ ես անում։ Ու տենց հասկացրեց, հետո կհասկանաս, դու իմ ծառան ես եւ ես էլի խուսափում եի։ Հետո նենց կյանքանից դասավորեց, եկեղեցին երկրորդ անգամ փոլվեց, ամենքս մի տեղ էինք ուզում գնայինք, որովհետեւ հովին խփեց չարը եւ հոտը ցրվեց։ Ես պրոստը որոշեցի իմ խոստումին հավատարիմ մնամ, եկեղեցից չթողնեմ։ Մենակ մնացի, մի քանի ընտանիք հետս մնացին ու 0-ից բարձրացնենք եկեղեցին, ու այսօր ես ծառայում եմ իմ ազգին եւ ռուսերին եւ մուսուլմաններին Աստծո տված շնորհքով, որ ինքը տվել է, ես շատ գոհ եմ, որ հերիք ինձ փրկեց, անարժանից հələ մի բանը փոքր հոտ վստահեց ու իմ մեջ ինչ-որ հավատարմություն դրեց եւ այդ հավատարմությունը օգտագործեց։ Փառք Աստծո դրան։ Փառք Աստծուն, հոր Դավիթ, իրապես հրաշալի են Տիրոջ գործերը, որովհետեւ Տերը ձեզ փրկել է կարևոր առաքելության համար։ Եվ ամենակարևոր ծառայությունը դա հովական ծառայությունն է, հովապետն էլ մեր Տերը եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս, փառք Աստծուն, որ արձագանքել եք իր կոչին, թեպետ դժվարությամբ, թեպետ մի քանի անգամ մերժել եք, բայց վերջը ինչպես ապաշխարության օրը եկավ այդ օրը, որ հանձնվեցիք Տիրոջի, այդպես էլ հովական ծառայության մեջ, որը մենք ունեցել ենք հաղորդումներ, որ էլի հովիվների հետ խոսացել ենք, բոլոր հովիվները կասեն մենք չգիտեինք, որ Աստված պիտի կանչեր հովական ծառայության։ Ես ասում եմ միջև հիմա էլ որ խելքը գլխին մարդը կուզենա հովիվ լինի, եթե իրան Աստված չկանչի։ Երբեք, որովհետև շատ պատասխանատու ծառայություն է, բայց երբ որ դու իսկապես լսում ես Տիրոջ ձայնը, երբ որ դու քո կոչումի մեջ ես, օրհնություններ ես սկսում։ Եվ ես էլ կարող եմ վկայել, որ Աստված օրհնում է ձեր ծառայությունը, բազում հոգիներ ապաշխարել են եւ դեռ ապաշխարելու են, եւ կապ չունի դպրոցում քանի տարի եք սովորել, դուք մի ուրիշ լեզու սովորեցիք, Քրիստոսի սերը փոխանցել մարդկանց, որը ավելի ուժեղ է, քան երբ որ մարդը մի քանի ինստիտուտներ է ավարտում։ Այնպես որ Տերը թող շատ օրհնի Դավիթ եղբայր ջան։ Ձեր սրտի ուղերձը մեր ժողովրդին, մեր հայրենակիցներին։ Ես մեծացել եմ Վրաստանում 65 ազգի մեջ,
Երբեք չեմ տեսել ոչ մի ազգի մեջ քան տանջված ազգ ոնց որ մերն է։ Եվ այսքան հալածված։ Մենք բոլորս սպառծենում ենք, որ 301 թվին մենք ընդունել ենք քրիստոնեությունը, ու դա ված չի, որ մենք հպարտանանք Աստծո։ Գիտեք, ես իմ ցանկությունն աղոթն է իմ ազգի հիմա, որ առաջինը հասկանանք, որ մենք այսօր գոյություն ունենք, դա Աստծո մեծ ողորմությունն է եւ շնորհքն է, որ Աստված տվել է մեզ։ Մեր ազգի մեջ կա հավատք։ Եվ այն ավատարանը, որ մեզի քարոզվել է, իմ կոչն է, որ ամուր բռնենք, այն հավատքը, այն խոսքը, որ Աստված մեզ տվել է, պահել է միջև այսօրս, վերադառնանք ճշմարիտ ավետարանին եւ հասկանանք, որ բալի լուրը նրանում է։ Իմ սիրելի աղբեր, իմ սիրելի քուր, անկախ նրանից, թե դու ինչ ճանապարհով ես անցնում եւ քո կյանքում ինչ ա եղել։ Եթե դու ինձպես որպես եղել, իմացու Աստվածակու հայր է ունի։ Եթե կորցնես ընկերներին, իմացու Քրիստոսն է դառնալու քո ընկերը։ Ու այդ դեպքում, երբ որ դու կճաշակես, դու սա աշխարհը կթողնես հանուն նրա, որ իրանց հետ եղնես։ Ես աղոթում եմ, իմ խնդրանքն է, որ ընդունես այդ բարի ավետարանը, որ քո տունը ու ձեռքումն է, կարող է քո տունը դրած է այդ գիրքը կարդաս եւ ապրես այդ ավետարանով, որովհետեւ դա է կյանքի իմաստը եւ երջանկությունը եւ փրկությունը ու հավիտենակ կյանքը։ Թող Տերը օրհնի քեզ եւ պահի քեզ։ Դավիթ եղբայր, շատ շնորհակալ ենք ձեր կյանքի հավատքի պատմության համար։ Տերը օրհնի ձեզ, ձեր ընտանիքը, ծառայությունները, թող Աստծո լիարատ օրհնությունները լինեն ձեր կյանքի բոլոր ոլորտներում։ Փառք Տիրոջը, շնորհակալություն։ Աստված օրհնի բոլորիս։ Սիրելի հայրենակիցներ, ահա մենք լսեցինք եւս մեկ հոգու հավատքի կյանքի պատմություն։ Հովիվ Դավիթ Պարոնյանի կյանքի պատմությունը իրապես շատ հուզիչ էր, շատ խորը եւ շատ հրաշալի։ Եթե դու ել սիրելի հայրենակից կանգնած ես կյանքի խաչմերուկի վրա եւ այսօր ընտրում ես քո կյանքի ճանապարհը, ընտրիր Հիսուսին։ Ինչպես մեր այսօրվա հաղորդման հերոսի կյանքի մեջ մենք լսեցինք, այո, Հիսուս Քրիստոսի մեջ է մարդը կարող ունենալ հոգու բավարարվածություն, կյանքի օրհնություն, ազատագրվել մեղքերից, մեղքի իշխանությունից, անեծքից ազատագրվել եւ իրապես վայելել Տիրոջ սերն ու քաղցրությունը։ Վստահիր Տիրոջը, հավատքի քայլ արա դեպի Հիսուս Քրիստոս եւ քո կյանքի բոլոր ոլորտները կփոխվեն։ Դու իրապես համը կառնես, թե ինչ քաղցր է Տերը, եւ այս կյանքից համ կառնես, որովհետեւ կյանքը Հիսուս Քրիստոսն է։ Քրիստոսին ընդունելուց հետո մենք ստանում ենք կյանք եւ ել ավելի։ Մեր կյանքի նպատակն է նախապատրաստվել հավիտենականությանը։ Մենք այստեղ մի քանի տասնյակ տարի ապրում ենք դրա համար, որպեսզի պատրաստվենք կանգնելու Աստծո առաջ եւ վայելելու նրա հետ հավիտենական կյանքը։ Որպես ով է Աստված քեզ համար, որպես դատավոր, թե որպես հայր։ Եթե ուզում ես ժամանակին կանգնել նրա առաջ որպես հայր, այսօր ընդունիր նրա որդուն մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին որպես քո կյանքի թագավորը, Տերը, Փրկիչը։ Մի լսիր մարդկային ձայները կամ չարի ձայնը, որը ուզում է հեռացնել քեզ Աստծուց։ Լսիր Սուրբ Հոգու ձայնը։ Աստված Սուրբ Հոգին ուզում է գալ եւ քո կյանքի մեջ եւ քեզ մկրտել իր ներկայությամբ, ինչպես դա արեց մեր հաղորդման հերոսի կյանքի մեջ։ Հավատա Տեր Հիսուս Քրիստոսին եւ կփրկվես դու եւ քո ամբողջ տունը։ Սիրելիներ, Տերը օրհնի ձեզ իր օրհնություններով։ Շնորհակալ եմ, որ մինչև այս վայրկյանը մեզ հետ էիք։ Շնորհակալ ենք ձեր ուշադրության համար։ Մինչ նոր հանդիպում։